Էպիկենտրոն լրատվական ծրագրի հիմնական թողարկման ժամն է, բարեկամներ, բարի երեկո։ Այսօրվա մեր ծրագրում կարող եք դիտել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում Տիգրանակերտի ուղղությամբ իրականացված հերթական մշտադիտարկումից հետո ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Բաստիլի գրավման տոնին ընթരാճ։ Հուլիսի 14-ին նշվող Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հանդիպել է լրագրողների հետ։ Կենտրոն և Նոր Քմարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների գործով դատական նիստը։ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում Տիգրանակերտի ուղղությամբ հերթական մշտադիտարկումն են իրականացրել։ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովը, ամերիկացի Ռոբերտ Բրատկեն, ֆրանսիացի Ժակ Ֆորը և ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հատել են շփման գիծը և անցել Լեռնային Ղարաբաղ։ Համանախագահները որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել, միայն նշել են, որ բանակցություններ են վարելու նաև Լեռնային Ղարաբաղում և Երևանում։ Ադրբեջանական կողմում մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱԿ նախագահի դաշտային օգնականներ բուլղարացի Խրիստո Խրիստովը և անգլիացի Ուիլյամ Պրայորը, հայկական կողմից դաշտային օգնականներ հունգարացի Անտալ Հերդիչը և չեխ Իրժի Աբերլեն։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել ԵԱԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։ ԵԱԿ գլխավոր քարտուղարին ընդունելու են Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Լամբերտո Զանիերի միջև ընդհանրիկ բանակցություններին հաջորդելու է համատեղ մամուլի ասուրիսը։ Իսկ այսօր ԵԱԿ գլխավոր քարտուղարը այցի շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանի Մուրացյան հիվանդանոցին նվիրատվության վկայագիր է հանձնել։ 10,000 եվրոն հավաքվել է Վիեննայում կազմակերպվող ամենամյա պարահանդեսի հասույթից։ Գումարը տրամադրվում է այն երկրներին, որտեղ ԵԱԿ-ն ունի գրասենյակ։ Վկայագիրը հանձնելու նպատակով Լամբերտո Զանիերը անձամբ է այցելել հիվանդանոց։ Նախքան Հայաստան ժամանելը ԵԱԿ գլխավոր քարտուղարը այցելել է նաև Բաքու և Թբիլիսի։ Բաքվից բերած ուղերձների մասին Լամբերտո Զանիերը խոստացել է խոսել վաղվա պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Այս այցից իհարկե ես շատ բան չեմ ակնկալում, սա տարածաշրջանային այցելություն է։ Այցի շրջանակում նախատեսում են քննարկել ԵԱՀԿ գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը։ Դրանք գործի դնելու համար կիրառվելու են քաղաքական բոլոր գործիքները։ Սա քաղաքական գործընթաց է, պատրաստվում են քննարկել նաև տարածաշրջանային առկա հակամարտությունները։ Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշելու է իր ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։ Տոնին ընդհരാճ հայ-ֆրանսիական հարաբերություններից է խոսել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Վիզաների տրամադրման գործընթացից առկա դժգոհություններից մինչև հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, լրագրողների հարցերը այս թեմաների շուրջ են եղել։ Հուլիսի 7-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը հայտարարեց հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի մշակման մտադրության մասին։ Առիթը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի անդամների հետ հանդիպումն էր։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախաձեռնությամբ 2011-ի դեկտեմբերին Ֆրանսիայի ազգային ժողով էր ներկայացվել նույն վերտառությամբ օրինագիծ, որը սակայն Սենատի կողմից ընդունվելով հանդերձ Սահմանադրական խորհրդի կողմից ճանաչվեց հակասահմանադրական։ Նորընտիր նախագահ Օլանդը ևս հայտարարել է իր պատրաստակամության մասին, դա ամրագրելով նաև իր նախընտրական խոստումներում։ Որքանով է իրատեսական համարում Ֆրանսիայի դեսպանն այս նախաձեռնությունը եւ ինչպիսի ճակատագիր է կանխորոշում փաստաթղթի համար, մանավանդ որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբյուսն առավել վաղ բացառել էր իր երկրի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, այդ թվում նաև հայերինը։ Ֆրանսիայի ղեկավարությունն ուսումնասիրում է հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին խորհրդարանի օրակարգում ընդգրկելու հնարավորությունը։ Որքան հիշում եմ, նախընտրական շրջանում ապագա նախագահ Ֆրանսուଆ Օլանդը հայտարարել էր, որ մտադիր է դա անել առանց հետաձգելու, չսպասելով իր նախագահական ժամկետի ավարտին։ Ես բացառում եմ իմ երկրի դիրքորոշման վրա ճնշումը դրսից, դա ազգային հարց է։ Հատուկ նշանակություն ունի այն, քանի որ խոսքը Ֆրանսիայի հայ ամայնքի զգացմունքների մասին է, համայնք, որը չափից ավելի մեծ ներգրավվածություն ունի այս հարցում։
Ֆրանսիայի դեսպանը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով հայտնում է իր լավատեսությունը։ 5-ը համանախագահների ակտիվացումն է։ Ինչպիսի փոփոխություն կարող է մտցնել գործընթացում ու դիրքորոշումների հարցում այս օրերին տարածաշրջանում գտնվող ՀԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը։ Որևէ բեկում կարելի է ակնկալել հարցին, Անրի Ռենոն դիվանագիտական պատասխան է տալիս։ Վերջերս Փարիզում կայացել է համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Նույն օրերին Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները Լոս Կաբոսի գագաթաժողովի շրջանակներում հանդես են եկել հայտարարությամբ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Այս օրերին ՀԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի այցելությունը Հարավային Կովկասի երկրներ համընկել է համանախագահների այցելությանը Բաքու, Ստեփանակերտ եւ Երևան։ Գրաֆիկների այդ համընկնումը նույնպես ընդգծում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումների որոնման կարևորությունը։ Հարավկովկասյան տարածաշրջանում Ֆրանսիայի առաջնահերթությունները ներկայացված են Եվրամիության արևելյան գործընկերության քաղաքականության մեջ, նշում է դեսպանը, ընդգծելով Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի, վիզային ռեժիմի պարզեցման եւ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների կարևորությունը։ Իսկ մեր դիտարկմանի պատասխան, որ հատկապես արձակուրդների շրջանում վիզաների տրամադրման գործընթացի դժգոհողների բանակը մեծանում է, արձագանքում է։ Միանգամայն իրավացի եք ամռանը վիզա ստանալ ցանկացողների թիվը բազմապատկվում է դա հյուպատոսական ծառայություններից շատ ժամանակ է պահանջում։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դեսպանատանը, ապա հնարավորինս արվում է, որպեսզի դիմորդների պատասխանները լինեն ժամանակին։ Որպես դեսպան չեմ կարող առանձնահատուկ շնորհակալությունս չհայտնել հյուպատոսական ծառայության աշխատակիցներին, քանի որ դիմումների բավարարման համար նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում աշխատավայրում։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանն ակնկալում է Հայաստանը տեսնել իր երբեմնի, այն է տարածաշրջանում խաչմերուկի եւ երկխոսության առաջատարի դիրքերում։ Քրիստինե Սուքեսյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այսօր ազգային ժողովում հյուրընկալել է խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանը։ Հայ եւ ռուս խորհրդարանականները քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը ուղղված հարցեր։ Ռուսաստանի Դաշնությունում ամենաբարձր պաշտոնական դիրք զբաղեցնող կինը Վալենտինա Մատվիենկոն Հայաստանում է։ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ռուս գործընկերոջ հետ նախ շրջեց Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում, ինչին հետևեց երկու պատվիրակությունների հանդիպումը։ Հովիկ Աբրահամյանը նախ ցավակցություն հայտնեց Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ, ապա անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին։ Ազգային ժողովի նախագահը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին հայ-ռուսական միջխորհրդարանական կապերն ավելի են ամրապնդվել, ինչի հավելյալ վկայությունը բարձր մակարդակով փոխայցելություններն են։ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորելով 5-րդ գումարման ազգային ժողովի падգամավորներին մայիսի 6-ին կայացած ընտրությունների առթիվ նկատեց, որ այդ ընտրությունները ամենաթափանցիկներից էին։ Դաշնության խորհուրդը միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ նպատակադրված է կոնկրետ քայլերի։ Քննարկելու ենք արդիական դիտարկվող խնդիրների ամենալայն շրջանակ, որպեսզի մեր երկկողմ գործակցությունն ավելի ակտիվորեն առաջ ընթանա։ Այսօրվա այս հարաբերությունները համագործան գտնվում շատ բարձր հիմքերի վրա, եւ ես համոզված եմ, որ Տիկին Մատվիենկոյի այցը Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի ազգային ժողով կնպաստի մեր հարաբերությունների ավելի ամրապնդմանը եւ ակտիվացմանը։ Լրագրողների խնդրանքով երկու երկրների խորհրդարանների ղեկավարները անդրադարձան հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցությանը։ Մենք շատ բարձր ենք գնահատում ՀԱՊԿ-ի համագործակցությունը եւ այդ ձևաչափը մեզ համար ընդունել է եւ մենք ամենօրյա աշխատանքի արդյունքում ավելի ամրապնդելու ենք այդ ձևաչափում մեր համագործակցությունը։ Եվ ես գտնում եմ այդ ձևաչափում մենք շատ ջերմ ենք եւ արդյունավետ համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Հավաքական անվտանգության կազմակերպությունում իդեմս Հայաստանի Ռուսաստանը տեսնում է վստահելի եւ արդյունավետ գործընկերոջ, քանի որ ՀԱՊԿ կոչված է ապահովելու կայունությունը այս տարածաշրջանում եւ ռազմաքաղաքական տարածաշրջանային կառույցի վերաճելու մեծ հեռանկարներ ունի։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից Ուզբեկստանի դուրս գալուն, կարծում եմ, որ այդ երկիրը գործնականում չէր էլ մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։ Ըստ իս ՀԱՊԿ-ի կազմից վերջնականապես դուրս գալու դեպքում Ուզբեկստանը տանուր կտա։ Ահարոն Հայրապետյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Վալենտինա Մատվիենկոն ծաղկեպսակ է դրել հուշակոթողին եւ 1 րոպե լռությամբ հարգել ցեղասպանության նահատակների հիշատակը։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություն է որակել։ Դաշնության խորհրդի նախագահը այցելել է նաեւ Հայոց
ցեղասպանության թանգարան ինստիտուտ, գրառում թողել Հուշամատյանում, որտեղ եւս դատապարտել է Թուրքիայի կողմից իրականացված ոչրագործությունը։ Վերջում հիշողությունների պուրակում Վալենտինա Մատվիենկոն ջրել է այն ծառը, որը ընկել էր Հայաստան կատարած իր նախորդ այցի ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը ավելի ուշ ընդունել է նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված պայմանագրային զինծառայողների թվաքանակի ավելացման հաշվին մեծացնում է ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն իրենց հերթին մեծացնում են հակաաբեկչական եւ խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայ զինծառայողների գործառույթների շրջանակը, դրանք դարձնելով անսահմանափակ։ Հայաստանի հետ ռազմական համագործակցության որոշակի քայլեր է անում նաեւ հարևան Իրանը։ Տարածաշրջանի ռազմական տեղաշարժերին հետևել է իմ գործընկեր Նաիրի Հոխիկյանը։ Սա ռուսական դաշնային ծառայության սահմանային վարչության ենթակա տարածք է Հայաստանում։ Մեր երկրում կա 4 սահմանապահ ջոկատ, որոնք հսկում են Թուրքիայի եւ Իրանի հետ գոյություն ունեցող սահմանները։ Մեր հիմնական խնդիրն է սահմանային պաշտպանության ոլորտում ապահովել Հայաստանի եւ Ռուսաստանի շահերի պաշտպանությունը։ Ռուսական սահմանապահ ջոկատն իր առաքելությունն իրականացնում է Հայաստանի տեղական իշխանությունների հետ արդյունավետ համագործակցությամբ։ 5000 պայմանագրային զինծառայող ռուսական ռազմաբազաներում, նոր որոշմամբ մինչև տարեվերջ այդ թիվը պետք է առնվազն կրկնապատկվի, հասնելով 10,000-ի։ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի անբաժանելի մաս է։ Հետևաբար այնտեղ նույնպես անհրաժեշտ են վերազինումներ, ռուսական կողմի բացատրությունն է։ Ռազմական համագործակցության եւ վերազինումների առումով Հայաստանն աշխատում է նաեւ Արևմուտքի հետ։ Հուլիսի 6-ին հերթական խաղաղապահ ջոկատը Երևանից մեկնեց Կոսովո, մերոնք տարիներ շարունակ հաջող առաքելություն էին իրականացնում նաեւ Աֆղանստանում եւ Իրաքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր է գնահատում այն պատրաստվածությունը, որ դուք անցել եք խաղաղապահ բրիգադներում։ Մենք բարձր ենք գնահատում նաեւ ձեր դերակատարությունը խաղաղապահ առաքելություններում։ Կոսովոյում հայ զինծառայողները խաղաղությունն են պահպանելու ամերիկացիների հետ, Թուրքիայի հետ սահմանին մարդկային ուժով կրկին հայերն են գերակշռողը, այս դեպքում արդեն ռուսական ջոկատի կազմում։ Հայ-ռուսական եւ հայ-ամերիկյան ռազմական միաժամանակյա համագործակցությունը հարևան Ադրբեջանի աչքերով 2 լարի վրա խաղալու օրինակ է։ Այդ երկրի համար անսպասելի էր նաեւ Իրանի, որպես տարածաշրջանային անվտանգության երաշխիք, Հայաստանի հետ ռազմական առումով բաց համագործակցության պատրաստակամությունը։ Մեր մարտունակության, մեր պատրաստության մակարդակի բարձրացման մասին է նաև խոսում են այն հանգամանքը, որ մենք խաղաղարար առաքելությունների, խաղաղարար գործընթացների մասնակցում ենք ոչ միայն ՆԱՏՕ-ի, ոչ միայն ընդհանրապես Արևմուտքի հետ, այլ նաև, ինչպես գիտեք, աշնանը հոկտեմբեր ամսին տեղի ունենալու Ղազախստանում, տեղի ունենալու ՀԱՊԿ անդամության խաղաղարար գործընթացների զորավարժության, որի մասնակցությանը եւս մենք հայտ ենք ներկայացրել համապատասխան ստորաբաժանումի դասակի կազմով եւ համապատասխան սպայական խմբով։ Հայաստանը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիարժեք անդամ է։ Ռազմավարական գործակցության պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ։ Իրանը եւս տարածաշրջանային լուրջ գործընկեր է, իսկ եվրոպական պետություններն ու Միացյալ Նահանգները Հայաստանը դիտարկում են որպես ահաբեկչության դեմ պայքարի եւ խաղաղության պահպանման համար տարածաշրջանի ամենակայուն երկիրը։ Կովկասին տիրանալու համար էլ թերևս զարմանալի չէ, ոչ ՆԱՏՕ-ում ծառայող հայ խաղաղապահներին անսահմանափակ իրավունքներ տալը, ոչ էլ Ռուսաստանի ռազմական ներկայության կրկնապատկումը։ Նաիրի Հոխիկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը մասնակցելու սեպտեմբերի սկզբին Թեհրանում կայանալիք չմիավորման շարժման գագաթնաժողովին։ Հրավերը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամմեդ Նաջարը։ Նախորդին Սերժ Սարգսյանը ընդունել էր ներքին գործերի նախարար Նաջարի գլխավորած պատվիրակությանը եւ նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունը այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարի այս այցը վկայում են հայ-իրանական բարեկամությունը ավելի ամրապնդելու, երկկողմ ձգտման եւ գործնական կապերը ավելի խորացնելու վճռականության մասին։ Ավելի քան 12 տարի է, ինչ Կոտայքի մարզը եւ հատկապես Աբովյան քաղաքը գտնվում են Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության առանցքում։ Նրա աջակցությամբ մայրաքաղաքում կրթություն ստացող եւ աշխատող հազարավոր մարդիկ երկար տարիներ շարունակ օգտվում են անվճար փոխադրամիջոցներից։ Բարեգործությունների շարքը սակայն միայն այդքանով չի սահմանափակվում։ Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշել են հենց իրենք աբովյանցիները, մարզի յուրաքանչյուր ոլորտի զարգացման գործում Գագիկ Ծառուկյանի ավանդը
անգնահատելի է։ Մինչ Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անվճար երթևեկություն ապահովող փոխադրամիջոցները տարբեր լրատվամիջոցներում պարբերաբար դառնում են շահարկումների առարկա, քաղաքի բնակիչները մեծ գոհունակությամբ շարունակում են օգտվել անվճար ավտոբուսների ծառայություններից։ Ավելի քան 12 տարի է, ինչ Կոտայքի մարզն ու հատկապես Աբովյան քաղաքը գտնվում են Գագիկ Ծառուկյանի ամենօրյա հոգացության ներքո։ Աբովյան քաղաքը ներառող ընտրատարածքի падգամավոր Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մայրաքաղաքում կրթություն ստացող եւ աշխատող հազարավոր մարդիկ արդեն երկար տարիներ շարունակ օգտվում են անվճար այս փոխադրամիջոցներից։ Ես ինքս ուսանող եմ եւ օգտվում եմ արդեն 2-3 տարի, բայց գիտեմ, որ երկար տարիներ դա կա ու դա շատ մեծ աջակցություն Աբովյանի, ամբողջ Աբովյանի քաղաքացիների համար եւ նաման է ուսանողն է, որտեղ ուսանողը օրական ծախսում է բավականին մեծ գումարներ գնալու գալու ճանապարհածախսի համար ու դա բավականին մեծ օգնություն է։ Ինքս իմ վրա զգացել եմ դա։ Ամենակարևորը, որ մենք անտեսված չենք պարոն Ծառուկյանի կողմից եւ միշտ գտնվում ենք նրա ուշադրության կենտրոնում։ Բնականաբար գնալ գալու համար ամեն օրվա ահագին գումար էր գնում, իսկ այժմ ահագին խնայում ենք, մի խոսքով շատ շնորհակալ եմ։ Ես ինքս ավարտել եմ հենց այս ավտոբուսների օգնությամբ, գնացել եմ դասի, եկել եմ իմ ընկերների հետ միասին շատ ուրախ, շատ զվարթ, մարդկանց հետ ասել խոսալով։ Պարոն Ծառուկյանի բարեգործական ուսանողական երթուղուց օգտվել եմ առաջին կուրսից սկսած։ Շատ շնորհակալ ենք նրանից, որ մեր հոգսի մասին մտածում է եւ փորձում է ամեն ձև աջակցել մեզ։ Այն, որ Կոտայքի մարզն ու հատկապես Աբովյան քաղաքը տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի ամենօրյա ուշադրության առանցքում են, վկայում են հենց իրենք աբովյանցիները։ ԲՀԿ նախագահի հետևողական աջակցությանն ու խոսքը գործի վերածելու սկզբունքին ականատես են լինում տարիներ շարունակ եւ յուրաքանչյուր առիթի դեպքում։ Չկա մի ոլորտ, որի զարգացման գործում Գագիկ Ծառուկյանի ավանդը չլինի։ Ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահության քվեն շահած падգամավորը հարազատ քաղաքի հանդեպ անմնացորդ հոգատարությունն ու սրտացավ վերաբերմունքը կատարած բազմաթիվ գործերով է ապացուցում։ Բարեգործությունների շարքը մեծ է ու շարունակական, իսկ անվճար երթուղին դրանցից մեկն է միայն։ Ամեն մի նստողի շնորհը միայն շնորհակալություն հայտնում պարոն Ծառուկյանից, որ միշտ մեր կողքն է եղել ու շատ լավ բաներ է մեր քաղաքի համար ինքը արել։ Մեր երեխաները ձրի գնում են գալի, ուսանողները, ծերերը ու օրհնում են իրան, որ ինքը էձև մարդ է։ Իրոք խոսքը գործա քայլում է ժողովրդի հետ։ 500 դրամ պետք է տան, որ ես ասնեմ Աբովյանի ինչ-որ մի կետ։ Իսկ ինչի համար։ Եթե կա անվճար տրանսպորտ։ Պարոն Ծառուկյանին մեծ շնորհակալություն։ Մեծատարով մարդ է ինքը։ Շատ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանից, որ ես բարեգործություն է անում, ժողովրդի մասին մտածում է, մտահոգված է։ Բացի ավտոբուսները ինքը շատ լավություններ անում բոլորին, թե գյուղերին, թե քաղաքներին։ Աբովյանցիները բարձր են գնահատում բոլոր այն գործերը, որոնց հիմքում հայրենի երկրին ու ժողովրդին ծառայելու ցանկությունն է։ Բնակիչների հետ տեղի ունեցող հաճախակի հանդիպումների ընթացքում Գագիկ Ծառուկյանը բազմիցս է շեշտել, նմանօրինակ բարեգործական նախաձեռնությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ կլինի դրանց անհրաժեշտությունը։ Շնորհակալ այս գործի մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելը աբովյանցիների խոսքով անիմաստ զբաղմունք է, քանզի 12 տարի առաջ սկիզբ առած բարեգործական գործունեությունը քաղաքականության հետ որևէ առնչություն չունի, իսկ կատարած աշխատանքի դիմաց լավագույն գնահատականը միայն հասարակության հարգանքն ու վերաբերմունքն է։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Այսօր մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն King Deluxe ընկերությանը պատկանող Աբովյան Երևան եւ Չարենցավան Երևան երթուղիներով ուղևորադրումներ իրականացնող մոտ 40 ավտոբուսի վարորդներ գործադուլ են հայտարարել այն պատճառաբանությամբ, որ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի անվճար ավտոբուսները խոչընդոտում են իրենց աշխատանքին։ Նշենք, որ վերոնշյալ անվճար փոխադրամիջոցները 10 տարուց ավելի սպասարկում են Կոտայքի մարզի հազարավոր բնակիչների, փոքր-ինչ թեթևացնելով նրանց հոգսաշատ առօրյան։ Թե ինչու հենց այս պահին վարորդները Գագիկ Ծառուկյան հիմնադրամի բարեգործությունը իրենց աշխատանքին խոչընդոտ են որակում, դա ուղղակի անբացատրելի է։ Հրապարակումների վերաբերյալ իր դիտարկումն է ներկայացրել Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը։ Պարզապես անհեթեթություն է սեփական չհաջողված բիզնեսը բարդել բարեգործության վրա։ Ոչ ճիշտ կազմակերպված բիզնեսի արդյունքում է, որ
ունենք այն արդյունքը, ինչ որ այժմ կա։ Եվ պետք է նաև հաշվի առնել այն հասարակական զանգվածի շուրջ 4000 քաղաքացիների կարծիքը, ովքեր օգտվում են այդ բարեգործական երթուղուց։ Պետք է ասեմ, որ բարոյական առումով ճիշտ չէ ընկերության աշխատակիցներին օգտագործել սեփական շահերը ներկայացնելու համար եւ ստիպել վերջիններից դիմել գործադուլի։ Ամբողջ աշխարհում կարծես թե սա առաջին դեպքն է, երբ մարդիկ պայքարում են բարեգործության դեմ, մինչդեռ բոլոր երկրներում բարեգործությունը շատ կարևոր է եւ բարեգործության միջոցով է, որ լուծվում են բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի որոշ զորամասերում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև ոչ կանոնադրական հարաբերություններից խուսափելու եւ դրանք կանխարգելելու համար տեղադրվել են տեսախցիկներ։ Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը։ Մենք ունենք զորամասեր, որոնց մի մասում պահակային ավաններում, հսկիչ անցագրային կետերում տեղադրված են տեսախցիկներ, սակայն զինծառայողներին վերահսկելու համար դա շատ քիչ է, քանի որ պատահարների մեծ մասը գրանցվում են հենց առաջնային գծում, որտեղ սպայական կազմը քիչ ներգրավվածություն ունի։ Լրագրողների հետ հարցազրույցում նկատել է Մովսես Հակոբյանը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարը անդրադարձել է նաև այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած մի քանի ինքնասպանություններին։ Դրանցից մեկի պատճառը երկու ընկերների միջև ծավալված վեճն է եղել։ Մեկ զինվոր էլ ինքնասպան է եղել զինծառայակցի կողմից հայոյանքի արժանանալու պատճառով։ Երրորդ դեպքում էլ մեղավոր է եղել սպան։ Մովսես Հակոբյանը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ այսուհետ պաշտպանության բանակում 6 ամիս ծառայած զինծառայողները որպես խրախուսանք արձակուրդներ են ստանալու։ Կենտրոն եւ Նորբ Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2011 թվականի օգոստոսի 11-ին կալանավորված Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ միջադեպի մասնակից ակտիվիստներից Տիգրան Արաքելյանը կալանավորված է, իսկ մնացած 6-ը հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ ազատ են արձակվել։ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով այսօրվա դատական նիստում մեղադրող կողմը կարդացել է մեղադրական ճառը։ ՀԱԿ ակտիվիստները մեղադրվում են 2011 թվականի օգոստոսի 9-ին ժամը 21:30-ի սահմաններում Խնկո-Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու համար։ Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել են շանը ման տալ դնչկալով։ Այդ պահին երկու երիտասարդ մոտենալով ոստիկաններին սկսել են հայոյել, քաշքշել ու պնդել, որ ոստիկանները քաղաքացուն նկատողություն իրավունք չունեն։ Ոստիկանների եւ երիտասարդների միջև տեղի է ունեցել բախում։ Դեպքի վայրից 7 երիտասարդ բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։ Տիգրան Արաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Կիրամիջյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը եւ Վահագն Գևորգյանը գործելով խուլիգանական մղումներով խախտել են հասարակական կարգը, դրսևորել հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթակույց արհամարհանք։ Երկու անգամ ընդմիջված եւ 4 ժամ տևած ճառում մեղադրող կողմը մանրամասն ներկայացրել է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցները եւ նախաքննության ու դատաքննության ընթացքում տրված վկաների ցուցմունքները։ Մեղադրող կողմի կարծիքով ամբաստանյալներին մեղադրանք առաջադրելու համար ապացույցները միանգամայն բավարար են։ Պաշտպանվող կողմի փաստաբանի կարծիքով էլ ձեռք բերված ապացույցները չեն համապատասխանում իրականությանը։ Մենք որևէ ապացույց չենք ընդունում, որը որ մեղադրանքի կողմը ներկայացրեց։ Իմ պաշտպանյալները որևէ հանցավոր արարք չեն կատարել, այսինքն այն գործողությունները, այն արարքները, որոնք վերագրվում են նրանք բացարձակ կապ չունեն նրանց հետ, չկա խուլիգանություն, չկա դիմադրություն։ Մեղադրական ճառում մեղադրող կողմը պետք է նշեր նաև, թե ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման ինչ պատժաչափ է պահանջում, սակայն դատախազի ինքնազգացողության վատացման պատճառով դատական նիստը հետաձգվել է։ Դատական հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 14-ին։ Արթուր Հակոբյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 26,000 կարգավորիչ ակտ։ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ գործող օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը զբաղվելու է հանրային ծառայությունները կարգավորող օրենքների կրճատմամբ եւ բարձեցմամբ։ Թե որն է կենտրոնի գործունեության բուն նպատակը, կարող եք տեղեկանալ հաջորդ տեսանյութից։
Փոքր երկիր, շատ օրենքներ, դրանք արձանագրող երկարաշունչ անհասկանալի ձևակերպումներ ու հասկանալու, ընկալելու դժվարությունից խուսանավող անթիվ մարդիկ։ Ում են պետք հանրային ծառայությունները կարգավորող 26,000 ակտերը, եթե կարելի է ապրել նաև դրանց 30%-ի կրճատման և 20%-ի պարզեցման պայմաններում։ Կարգավորիչ գիլյոտին ծրագրի ղեկավար Արմեն Եղիազարյանն իր կենտրոնի աշխատակիցների հետ վերցրել են թույլ թվանքը ներխուժել տրանսպորտի, առողջապահության, հեռահաղորդակցության ոլորտներ։ Շատերի կյանքը հեշտացնելու և բիզնեսի ճանապարհը դյուրացնելու նպատակով նրանք անխնա թրատելու են անպիտան օրենքները։ Հայաստանը բավական ակտիվ է այդ օրենսդրական ակտերի պարզեցման գործում, բայց ոնց որ հիդրալն է, մի գլխի կտրում եք, մի քանիսը նորից հայտնվում է։ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն իր գործունեության ընթացքում ուսումնասիրում է կոնկրետ ոլորտի, բիզնեսի և քաղաքացու վրա ազդեցություն ունեցող կարգավորումներ պարունակող իրավական ակտերը։ Նկարագրում բիզնես գործընթացները և համադրելով միջազգային փորձի հետ պատրաստում է համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթ։ Արմեն Եղիազարյանի վստահեցմամբ գործընթացը նպատակ ունի թեթևացնել բիզնեսի և քաղաքացու ուսերին ընկնող բեռը։ Ստեղծել այնպիսի կառույց, որ ավելնորդ օրենսդրական կարգավորումներ, որը բյուրոկրատիային լրացուցիչ հնարավորություն են տալի մեր կյանքը բարդացնելու, որ այդ բանը չստեղծվի։ Եվ կարծես, ում են պետք 20% անպետք և 30% պարզեցվող օրենքները, միևնույն է դրանք գրեթե չեն էլ պահպանվում։ Հարց. խնդիրը օրենքների բարդության մեջ է, թե դրանք հարգելու, պահպանելու և հասարակության կողմից դրսևորվող արհամարհական վերաբերմունքի։ Մենք չէ, որ մենք բոլոր հարցերը պետք է լուծենք, մենք դրանք հարցադրում ունենք, մենք ինչ ենք ուզում, լիբերալիզացում ենք ուզում, թե խստացում ենք ուզում։ Եթե լիբերալիզացում ենք ուզում, մի կարգավորում, խստացում ենք ուզում, այլ կարգավորում։ Եթե Մուհամեդը չի գնում Սարի մոտ, Սարն է գնում Մուհամեդի մոտ։ Ստացվում է, եթե հանրությունը չի հարմարվում օրենսդրական և իրավական նորմերին, իրավական նորմերը պետք է հարմարեցվեն հասարակությանը։ Տարօրինակ է, բայց փաստ։ Նարե Գրիգորյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Ընդամենը 15 րոպե տևած փոթորիկը եւ հորդարատ անձրևը Իջևան քաղաքում բազմաթիվ ավերածությունների պատճառ են դարձել։ Քամուց արմատախիլ են եղել հաստաբուն ծառեր, քանդվել են 1 տասնյակից ավելի շենքերի եւ բնակարանների տանիքները, անձրևաջրով են հեղեղվել որոշ օբյեկտներ, հոսանքազրկվել են մի շարք թաղամասեր, աղետից ամենաշատը վնասվել են Իջևան քաղաքի շենքերից եւ առանձնատներից մի քանիսը։ Վիճակը ավելի անմխիթար է բարձրահարկ շենքերում, որտեղ կտուրները քանդվել են եւ անձրևաջրերը ծածկերի արանքից լցվում են բնակարաններ, տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, վնասի իրական չափերը առայժմ ճշտված չեն։ Վերջին օրերին տեղացած ուժեղ անձրևները խնդիրներ են հարուցել նաև հարևան Վրաստանի մի շարք բնակավայրերում։ Արևմտյան Վրաստանում Քութայիսիում ջրի տակ են հայտնվել շենքերի առաջին հարկերն ու նկուղները, տեղում աշխատում են քաղաքապետարանի ծառայությունները, ընթանում են վերականգնողական աշխատանքներ, Բաթումիում ևս մի քանի փողոցներ ծածկվել են ջրով։ Մախինջաուրի Ավանում դժվարանցանելի է երթևեկությունը, փրկարար ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Արևմտյան Վրաստանում Կախեթիի շրջանում տեղի գետերը դուրս են եկել ափերից, ժամանակավորապես դադարել է տրանսպորտի երթևեկությունը Գուրջաանի Թբիլիսի կենտրոնական մայրուղով։ Գուրջաանիում Պալիաշվիլիի փողոցում ջուրը լցվել է շենքերի ներքևի հարկերը, փրկարարները դատարկում են ջուրը եւ մաքրման աշխատանքներ իրականացնում։ Տարածաշրջանային եւ միջազգային այլ նորությունների մասին տեսաշարով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հանդիպեց Սիրիայի տարագիր ընդդիմադիր ազգային խորհրդի ղեկավար Աբդելբասետ Սեյդայի հետ, քննարկելու Սիրիայի հարցով նոր համաժողով անցկացնելու հնարավորությունը եւ այլ հարցեր։ Ռուսաստանը պնդում է, որ Սիրիայի նախագահ Ասադի հեռացման նախապայման չպետք է ընդգրկվի ճգնաժամի լուծման ծրագրում, Արևմուտքն ու Պարսից ծոցի նրա մի շարք դաշնակիցներ Սիրիայի ընդդիմության հետ պնդում են, որ Ասադի հեռացման կետ պետք է լինի։ Այսօրվա հանդիպումից հետո Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչը փոխանցեց, թե Ռուսաստանի արտգործնախարարը հստակեցրել է, որ իրենք այնքան էլ չեն պնդում Ասադի մնալը։ Հիշեցնեմ, նախկինում նման հայտարարություններ էլի եղել են եւ ամենաբարձր մակարդակներում, սակայն Ռուսաստանը հետո հերքել է։ Մադրիդում այսօր բախվել են ցուցարար հանքագործներն ու ոստիկանները, 6 մարդ վիրավոր է, հրապարակումներ կան 1 ցուցարարի ոստիկանության բաժին տարվելու մասին։ Ցուցարարների դժգոհությունն ուղղված էր կառավարության խնայողության ռեժիմի դեմ, ինչի արդյունքում նրանց հաշվարկներով հանքերը փակվելու են իրենք գործազուրկ դառնալու։ Եմենի մայրաքաղաք Սանաայի ոստիկանական ակադեմիայի շենքի առջև ինքնասպան ահաբեկիչն իր հետ այսօր պայթեցրել է առնվազն 22 մարդու, նրանց մեծ մասը երիտասարդ կադետներ։
Լոնդոնի բնակիչները պարտվեցին դատարանում։ 17 հարկանի Ֆրեդ Վիկ կոչվող շենքի աշտարակի բնակիչները մտավախ են, որ եթե Օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր ահաբեկչությունը կանխելու նպատակով դիպուկահար հրթիռներ տեղակայվեն աշտարակի տանիքին, շենքը կդարձնեն ահաբեկիչների ուղիղ թիրախ։ Նրանք դիմել էին դատարան արգելելու հրթիռների տեղակայումը։ Սակայն երկրի բարձրագույն դատարանը չբավարարեց նրանց պահանջը, վճռելով, որ հրթիռային այդ համակարգը անհրաժեշտություն է Օլիմպիական խաղերի ժամանակ եւ որ Պաշտպանության նախարարությունը իրավունք ունի ազգային անվտանգության նկատառումներով այդպիսիք տեղադրելու, որտեղ ճիշտ է համարում։ Հավանայում բացվել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոին պատկերող լուսանկարների եւ գծանկարների ցուցահանդես։ Մոտ 2 տասնյակ լուսանկարների հեղինակը նրա որդիներից մեկն է՝ Ալեքս Կաստրոն, իսկ գծանկարներին է իտալացի նկարիչ Ֆրանկո Ազինարին։ Ալեքսը Reuters հեռուստակայանին բացատրել է, որ իր լուսանկարները պատմում են, թե ինչպիսին է Կաստրոն անգամ ձեռքի շարժումների, հայացքի մեջ։ Օգոստոսին Ֆիդել Կաստրոն 86 տարեկան կդառնա։ 2008-ին նա ծանր հիվանդացավ եւ թողեց Կուբայի առաջնորդի պաշտոնը։ Երկրի ղեկավար դարձավ նրա հարազատ եղբայրը Ռաուլ Կաստրոն։ Այս լուսանկարը ձեզ որևէ բան ասում է, դժվար թե ասի։ Եթե ասեմ, որ լուսանկարի կանայք Ժնևից են, կոմեդի խմբի անդամներ էլի քիչ բան կասի։ Սա պարզապես այն լուսանկարն է, որը 20 տարի առաջ աշխարհում առաջին անգամ upload է արվել համացանց։ Պարզ ասած, ինտերնետում ամենաառաջինը տեղադրված լուսանկարն է, որն սկզբնապես արվել էր խմբի լազերասկավառակի շապիկի համար։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Բումբումիկ ընկերության նախաձեռնությամբ եւ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի հովանավորությամբ Երևանի համայնքներում շարունակվում են բակային միջոցառումների շարքը։ Այն ուղեկցվում է երգերաժշտությամբ, հումորային եւ մրցութային համերգներով։ Շոու ծրագրին մասնակցում են բակի բոլոր փոքրիկ բնակիչները, ինչպես խոստովանում են մեծահասակները, իրենք էլ Բումբումիկի շնորհիվ միառժամանակ մանկանում են։ Շնորհակալություն ենք հայտնում Գագիկ Ծառուկյան հիմնադրամին, որ կազմակերպել են այսպիսի գեղեցիկ միջոցառում համառյա այս շոկ տապին երեխաներին զովացնելու, ուրախացնելու։ Let's all play a game together, physical and fun. Throw the big red bouncing ball to each and every one. We'll play real hard, try our best and follow all the rules. We'll practice our good sportsmanship with our friends at school. Շատ գեղեցիկ միջոցառում կազմակերպվեց, շատ գոհ ենք, երեխաները բավականին ուրախացան։
real high to reach the sky, then down and touch the ground. Taking time to exercise helps us stay in shape. Playing games and being active each and every day. Jumping up, bending down, moving side to side and spinning all around. Շատ լավ միջոցառում էր, այս ամառվա այս շոկ է, ժամանակ որ երեխաներս կան հավաքվեցին ուրախացան, շատ լավ էր կազմակերպված, մեր երեխաները ամեն մեկի ժպիտը մի հույս է ապարգևում ժողովրդին ու մի բան լավ կլինի։ Շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամին։ Շատ մեծ տպավորություններ ստացան, հատկապես երեխաները շատ ուրախացան։ Բավականին լավ ժամանակ են անցկացնում երեխաները։ Taking time to exercise helps us stay in shape. Գեղեցիկ միջոցառումը հովանավորել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը։ Բոլորս ասում ենք շնորհակալություն։ Playing games and being active each and every day. Jumping up, bending down, moving side to side and spinning all around. Բարեկամներ, այսքանով Էպիկենտրոնը ավարտում է իր այսօրվա աշխատանքը, իսկ Էպիկենտրոնի աշխատակազմը ձեզ մաղթում է ամենալավն ու բարին։ Ցտեսություն մինչ վաղը։ Հայ-Էկոնոմ բանկը առաջարկում է աննախադեպ հնարավորություններով Arca Gold Paradox Card, որն ունի կոնսերժի ծառայության հնարավորություն, ինչպես նաև այս քարտով կարող եք ստանալ զեղչեր 200-ից ավելի բրենդային խանութներում և սպասարկման կետերում։ Մանրամասների համար զանգահարեք 510 910 հեռախոսահամարով։